որ բազմաթիվ աղազանգեր եք ստացել այս ընթացքում, հնարավոր է մանրամասներում եք արդյոք տեղեկություններ, թե ինչ կաշառքների, ինչ չափի կաշառքների մասին է խոսքը եւ ձեր ընդդիմախոսները մեղադրում են այսօր իշխանություններին, ընդությունից մի քանի օր առաջ են այս գործողությունները տեղի ունենում քաղաքական բռնաճնշումների մեջ, կուզեի ձեր կարծիքը լսել, ինչպես կարձականք եք։ Բոլոր այն դեպքերում, երբ որ քաղաքացիները բարձրաձայնել են, որ իրենց կամ արտահայտման վրա ներգործություն է փորձել իրականացվել, ես հորդորել եմ դիմել իրավապահ մարմիններին։ Եվ ինչը կարծում եմ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքն է։ Ինչ մնում է, որ դուք ասում եք գնահատական տալիս եք ընտրություններից մի քանի օր առաջ, կներեք, իսկ քանի օր առաջ իրավապահները պետք է հատկապես գործողություն կատարեն։ Այդ չափը կա։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում, ներողություն, ինչ վերաբերում է ինչու հիմա, որովհետև հիմա է ընտրական process-ը, 2 ամիս առաջ այս հարցը բնականաբար ակտուալ չէր եւ որևէ մեկը չէր պատրաստվում որևէ քաղաքացու ընտրակաշառք տալ կամ որևէ շահագրգռվածություն չկար։ Հիմա նախընտրական շրջան է, քարոզարշավի բուռն ընթացք եւ բնական է, որ այդ process-ները շատ ավելի ակտիվացել են ու հիմա է ժամանակը ըստ էության։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1